Գելի բարեկամներ, ինչպես արդեն գիտենք, Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով կար 15 զոհ և ևս 3 վիրավոր։ Զոհերի թվում են նաև բարձրաստիճան զինվորականներ, մասնավորապես 44-օրյա պատերազմում Ֆիզուլիի ուղղությամբ պատասխանատու գնդապետ Ֆիզուլի Ջավադովը և իր տեղակալ փոխգնդապետ Էմիլ Նազիրովը։ Ամբողջությամբ սպայական անձնակազմ տեղափոխող ուղղաթիռի առեղծվածային պայմաններում կործանումը մի շարք անպատասխան հարցեր է առաջացրել, ու էլ չենք ասում, որ համացանցի ադրբեջանական տիրույթի հրապարակումները անալիզ անելով հստակ հասկացվում է, որ գրեթե ոչ ոք չի հավատում աղետի պատահականությանը։ Եվ ահա նախօրեին զոհված գնդապետ Ֆիզուլի Ջավադովի հոր սենսացիոն հայտարարությունը պատվիրատուի վերաբերյալ կարծես թե հաստատվում է։ Հիշեցնենք, որ աղետը պատվիրելու մեջ նա ուղիղ մեղադրել է առաջին տիկին Մեհրիբան Ալիևային, և մինչ բոլորս սպասում էինք, որ այս գործը մնացածների պես շատ արագ կփակվի և ոչ ոք էլ չի պատժվի կատարվածի համար, քանի որ արանքում փոխնախագահ տիկինն է, վաղ առավոտյան ադրբեջանական ընդդիմադիր հարթակներում տարածվում է Մեհրիբան Ալիևայի թիկնազորի պետի ժողովրդին ուղղված ուղերձը, որում նա ըստ էության ընդունում է պատվերի փաստը։ Այլևս չեմ կարող ու չեմ պատրաստվում լռել։ Ես դեմ գնալով հատուկ ծառայության աշխատակցի համար սահմանված բոլոր դրեսկոդերին պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղղաթիռը կործանելու պատվերը տվել է փոխնախագահ Ալիևան։ Նա ինձ անձամբ է կարգադրություն իջեցրել, իր ուղերձում ասել է թիկնազորի պետը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախորդ տարվա պատերազմի ժամանակ զոհվածներից գնդապետն ու իր տեղակալը հայերի կողմից շրջափակման մեջ չընկնելու համար հրամայել էին իրենց զորքին մի փոքր նահանջել, և ես տուրք տալով իբրև թե իմ հայրենասիրությանը տիկին Ալիևային զեկուցեցի, որ նահանջի կարիք բնավ չի եղել և հրամանատարները ուղղակի հրաժարվել են կռվել։ Ինչպես երևաց, իմ կողմից իրավիճակը չափազանցնելը մեր հարգարժան սպայերի համար կյանք արժեցավ։ Շարունակելով իր խոսքը ասել է առաջին տիկնոջ թիվ 1 թիկնապահը, ապա հավելել. Ես ներողություն եմ խնդրում զոհվածների բոլոր հարազատներից, հատկապես նրանց ծնողներից և երեխաներից։ Գիտեմ, որ այս բառերով այլևս երբեք մեր հերոս հրամանատարները հետ չեն գա։ Հասկանում եմ, որ չափազանց ուշ է այս խոստովանանքը։ Դե էլ չեմ ասում, որ խղճիս վրա այս բեռով այսուհետ ապրելն ուղղակի անհնար է։ Իր ուղերձում ասել է առաջին տիկնոջ անվտանգության պատասխանատուն։ Եվ ահա հայտարարությունից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ վաղ առավոտյան աշխատասենյակում հայտնաբերվել է փոխնախագահի թիկնազորի պետի դին Քունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Սակայն այստեղ մի ուշագրավ տեղեկություն ևս կա։ Մասնավորապես այն, որ պարզվում է ենթակայի ինքնասպանությունից դեռ ժամեր առաջ փոխնախագահ Ալիևան իր հրամանով թիկնազորի պետի շտաբ փոխարինում է առաջարկել և նշանակել է մեկ այլ անձ։ Այստեղ նույնիսկ շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե ում հորդորով կամ միգուցե պարտադրանքով է ինքնասպան եղել բարձրաստիճան զինվորականը։ Ինչպես ասում են, բոլորի պատասխան տալու ժամանակը պարտադիր ինչ-որ մի օր գալիս է, և հուսով ենք սա դեռ սկիզբն է։